արժան հավատեք համարում սուտը, մենք չէ։ Նախաքննությունում ամեն դեպքում չէ։ Եթե մի բան մարդը ասում է չի եղել, հետո բացում ենք, տեսնում ենք եղել է, հետո գալիս ասում է ինչ որ անհասկանալի բացատրություն, ասում ենք սպասի։ Մինչև դու կարգավիճակ չունենաս, էլ քրեական դատավարությունում, իսկ այսօր գիտեք տեսագրվում են բոլոր հարցաքննությունները։ Եվ դրանից նաև դուրս է գալիս են բոլոր խոսակցությունները մեզ ճնշեցին, մեզ նեղեցին, մեզ չգիտեմ ինչ արեցին, դես ու դեն։ Հա, մոռացա։ Հարցը ինչես թե մենք կարող է ճնշել ենք այս մյուս անձին եւ այս մի ամբողջ դրամատիկ օպերան կազմակերպել ենք, որպեսզի հենց հովի կաղազարያን մեղադրանք առաջադրել։ Եթե նման որևէ ելակետ լիներ, այդ անձանցից որևէ մեկ արդեն հավատացեք բոլոր ատյաններում դրա մասին բաղվել էր, ոչ թե գոռացել էր, որովհետև իրենք անցնում են շատ ծանր էլի կոռուպցիոն գործով։ Ավտոմեքենաների վարորդական իրավունքների հետ կապված կաշառքներ տալու, միջնորդներ լինելու գործով։ Այս անձինք բնականաբար դա իրենց համար արհեստ է, այս տեսակ գործունեությամբ զբաղվել է եւ պատահական չի, որ նման անձանց հեռախոսներից է դուրս գալիս նման տեսակի տեղեկատվությունը։ Նորից եմ ուզում կրկնել, ձեր օրինական լիազորությունների հետ կապված ոչ մեկ երբեք իրավապահ մարմնից չի ասելու ինչի է կարել։ Վճռաբեկ դատանի նախադեպային որոշման իմաստով, եթե դրա դիմաց որևէ գույքային առավելության նույնիսկ խոստում եք տվել, Աղազարյանը երեք ենթադրաբար հեգնելով գլխով շարժում էր անում, հա, գլխով շարժումն էլ, ընդունել, ամեն ինչն էլ այսօրվա քրեական օրենսգրքի իմաստով համարվում է առաջարկն ընդունել։ Առաջարկը չընդունելու մի տարբերակ կա, երկու տառից է բաղկացած, ասում են ոչ։ Կնայենք, կտեսնենք, կանենք, եսիմ ինչ, սենց բոլոր միմիկաները եւ ժեստիկուլյացիաները համարվում են առաջարկին համաձայնվել։ Ինքը հատված հանցակազմ է։ Հատված հանցակազմ նշանակում է, որ արարքը շատ կարճ է։